բանկավարացնում սահմանադրության այժմակվացել, 6-րդ կետը սահմանադրություն ունի բարձրագույն իրավական ուժ եւ նա ուժերը գործում են անմիջականորեն։ Այսօրվա սահմանադրությունը վերջ։ Սա նշանակում է, որ գերակայությունը սա է եւ երբ ասում են օրենքն ունած չէ, որովհետեւ գազավորությունների մեջ է, մինչեւ օրենքն ունենա կայացնել որոշում եւ գործողությունները, որոնք գտնվում են իրավիճակի գնահատողի ես։ Սա էապես տարբերում է այսօրվա կարգավորումից սահմանադրությունները։ Հիմա ստիպված եմ ուղղակի որոշ հարցերի վերաբերյալ նաև կոնցեպտ բացել, որովհետև իսկապես ես մինչ այսօր չեմ հասկանում, թե ինչի մեջ եմ եղել։ Առաջ օրը չեմ հասկացել, որևէ բարձրաբանում, ոչ կամիջն է տվել, ոչ դատախազներն են տվել, ոչ մի դատախազն այդ բարձրաբանում, որովհետև չեմ հասկանում, թե որ գործողությունն է, որ գործողության շնորհիվ եւ գերազանցից են պատահություններ, պատահականություններ, լիազորություններ։ Հիմա նաև կոնցեպտը հետևյալ։ Առաջինը հանդիպում բարձրացան զինվորականների ընտրությունները ավարտվել են, ցիկլ որոշումը կայացվել է եւ երկրորդ տեղը զբաղեցրած 21.5% հավաքած տեխնացուն հայտարարել է, որ ինքը չի ընդունում արդյունքները, ինքը կրել է ընտրությունները եւ ինքը պետք է գնա նախագահական պահ։ Սա ուղղակի հայտարարություն է, որ ձայնագրված է, որ կա, որ նաև ցանցերում կա այսօր։ Հիմա այս պատկերացնում եմ 21 թվականի ընտրությունները, մենք հավաքել ենք 21% խորհրդային ընտրություններում, եթե հայտարարելի, որ մենք կրել ենք այս ընտրությունները եւ պետք է գնանք կառավարության շենք։ Ինչ կլիներ, որ կրել ինքը։ Ինչ կլիներ։ Այդ էքստրապոլացիան սուրբը վիճակ կոծենք համատեղ այնտեղ։ Ճիշտ նույնն է։ Եվ սկսել է ցույցերը օպերայի հարաբար։ Սկսել է ներկայացնել հասարակական կազմակերպություն, երկրապահ կամավորական ընկերություն։ Եվ մանկատությունները ման-վեր ձայնագրված է կամ ցանցերում բոլորը ականատես են եղել բոլորի աչքի առաջ։ Եվ զուգահեռաբար երկրապահ շենքում շուրջօրյա մի քանի օր ժողովներ են։ Միանալ թե չի միանալ ցուցարարներ։ Հիմա ինչ է երկրապահ կամավորական ընկերություն։ Վարչության կեսից ավելը գործող զինվորականներ են։ Գործող զինվորականներ կեսից ավելը։ Եվ ամբողջ օր այդ զինվորականները գտնում են երկրապահում, մի մասը ասում են գնան, մի մասը ասում են չգնան, որ է դեպքում դա, չէ՞։ Միայն իրենց վարորդներով, թիկնապահ օգնականներով եւ այլն։ Բանակի ղեկավար մարմնի մի մասը այնտեղ քննարկում, միանալ թե չմիանալ։ Երկրի նախագահը ինչ պիտի անի։ Նրանից կարող մեկը բացատրել մի ոչ է։ Ոնց դատվածը բացատրել, որ իմ ֆունկցիա, զինված, եւ ինձ դեպքում են, որ զինված ընդ քննարկում, գնան թե չգնան։ Եվ դա տևում է մի 2-3 օր։ Ես Մոսկվայի այցի ժամանակ այցից հետ եմ գալիս, հավաքում եմ, պետք է հավաքեի, թե ոչ։ Զինվորականների հետ հանդիպում պետք է ունենայի, թե ոչ։ Եթե չունենայի, ինձ արդյոք պետք է այսօր դատեի ամգործության համար։ Եվ հավաքման այն ինչ որ վերածած է բացարձակում։ Հավաքման նպատակը հետևյալ է։ Մեկ խնդիր կա։ Զինվորականներ, ով երկրապահ կամավորական ընկերության վարչության կազմում են, կողմնորոշում։ Եթե այնտեղ զբաղվում եք քաղաքականությամբ, ուրեմն ազատում են ձեր պաշտոնից։ Կամ դիմում գրեք, կամ եք ազգեք։ Կամ դրից եք դուրս գալիս, կամ բանակում եք եւ չեք զբաղվում քաղաքականությամբ, ներկա եղել։ 25-30 մարդ եղել, բոլորի ցուցմունքները դա է, ուրիշ շատ չի գնալ։ Շատ փոշտ խոսացի պաշտպանության նախարարի հետ։ Ասել ոնց է ստուգ տալիս։
Ես ինչ է կատարում։ Գլխավոր շտաբի պետ է դա։ Շատ փոշ խոսակցություն եղավ, ես ինչ ես անում։ Բանակը ինչ։ Ես պատահող էի դա անել, թե պատահող չէ։ Հիմա ինձ մերազում են, իմ պատահականությունը, բարեկից պատահական անվար։ Նա ուշու ցինիզմ ու չապ ուժում ունենան թե չի։ Եվ այդ օրը բոլորը դուրս եկան, գործող զինծառայողները դուրս եկան երկրորդ։ Եվ կոնկրետ մամերին ասել է փոխանցել մամերին արձակում, ինքը փոխանցել չի ստացել։ Թող գնալուն եւ իր հարցերը փոխանցել։ Բայց ինքը չի կարող լինել պաշտպանության նախարարը տեղակալ հանրեն հետո ամսինների ապրիլ չի կարող լինել տեղակալ եւ զբաղվել կարգավորությամբ եւ հարավանը մտածի գնա միանա դամոտ երկրապահով եւ զինվորականներով միանա թե չի բողոքությունը սա է ինձ համար չեք պատկերացնում թե ես 18 թվականից մինչև այսօր այս աբսուրդի կատորի մասնակից եւ դա մեղն է, այսպես ասենք, ներածում եմ իմ եւ ամոթ չի հիմա ինչ վերաբերում է հրամանագրի ստորագրվել է որտեղ ասում է, չէ, բանի հետ կար չկա, առաջին քնիչ չի, որոշին կա չկա։ Սամանատարանություն։ Երբ ես ստորագրել եմ հրամանագիրը, արդեն եղել է մոտ 40-45 կրկիզացիա, մի քանի տասնյակ բեկորայի վերավորումներ ստացած զինծառայողներ, մի քանի տասնյակ եւ մեկը շատ ծանր Մուհամեդ Զեջան կապիտան եւ ես դա չկարողացա եւ քնիչ որ 15 տարի անց դա ամեն բան չի եւ երբ որ ոստիկանապետը ասում է ուրիշ չի շատ կոնկրետ ասում է զանգելա սուպերսենսացիա եւ խնդիրը ինչից է գալիս որտեղ ոստիկանական զորքերը այն ժամանակ պրոֆեսիոնալ 18 տարեկան, 19 տարեկան, այսպես ժամկետային զինծառայողներ եկած ցույց տալիս։ Եվ հիմա այս տարիների ազգանալ պետք է ճիշտ չէ, ում լիազորությունների մեջ է։ Կրկնել, եթե ես այդ ժամանակ չանեի, ինձ այսօր իսկապես պետք է դատել անգործություն։ Բայց դատախազի ֆունկցիան չի։ Եվ ոչ էլ այս դատախազը։ Ուրիշ ինչ գործողություն, ոչ մի գործողություն նկարագրված չի։ Չկա ուղղակի այս քրեական գործում ուրիշ ոչ մի բան, ոչ չկա։ Կան հետևյալ մոդելի Սերժ Սարգսյանի պահեց, չպահեց, ես անցած անգամ չեմ անցած անգամ հետ չեմ ստանում, դրամասին ապայ։ Սերժ Սարգսյանի տեխնացուն չէ։ Հանրապետական կուսակցության տեխնացուն է, ես հանրապետական կուսակցության անդամ չեմ, ես հանրապետական կուսակցության գրասենյակում չեմ եղել, միայն իր ընտրվելուց հետո միայն համատեղել շնորհավորել։ Չեմ եղել։ Նախընտրական ամբողջ կարոզարշավին որևէ միջոցառման չեմ մասնակցել։ Հինիկ վայս կարգերի պես չի խոսել, սա ամբողջ պետական համակարգը մտածել չեմ կարոզարշավին մասնակցել։ Ոչ մի միջոցառման չեմ մասնակցել ընդհանրապես։ Հենց նրա համար չմարել, որ ավելի փոքր խոսակցություններ չեն։ Չկա իշխանություն փոխանցելու պրոցեդուրա։ Սահմանադրությունը չի նախատեսվում։ Ես զարմանում եմ անգրագիտության աստիճանի, որ նման բան է եղել այս մեղադրանքի մեջ։ Հասկանում եմ, որ ներկա դատախազը չի եղել։ Եվ սա գրվել է այլ գրասենյակներում, դատախազությունը չի եղել։ Չկա այդ սիտուացիա, որ ժամկետը հլարանում է, գնում ես դու։ Եվ այդ լիազորությունները ստացվում է ոչ թե նախագահից, աննախագահը գնում է, ստացվում է այդ լիազորությունները ազգային ժողովում։ Երդման կարողությունից հետո։ Ռիոնց դա չկա, եւ ես անցած անգամ երբ որ հարցը
Գիտեք, դուք որևէ հարց այդ հարցերի վերաբերյալ չեք տվել։ Ես հասկանում եմ, որ երբ հարց չեն տալիս, հնչորոք թեմաների վերաբերյալ, նպատակը մենք որևէ հարց չտվողը չգիտի ինչ անելու պատասխանի։ Իսկ այս ամենը ուղղակի համոզմունքով եմ ասում, չեմ կասկածում, որ սա պատվեր է, սա քաղաքական պատվեր է, և այս պատվերի առաջ SMS-ով են ուղարկում, հիմա հրապարակային եմ ասում։ Եվ դա քաղաքական խոսք չէ։ Սա շատ բարձր հրապարակային ասվում է, որ ես պիտի նստել։ Պարոն Քոչարյան, ոցեմ ձեզ ընդհատում։ Սա հրապարակային որ այս չի դա։